Եթերում հեռանկարն է։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է քաղաքական 8 ուժ։ Նախընտրական քարոզարշավը ընթացքի մեջ է, բայց ինչպես է այն անցնում։ Այս եւ այլ հարցեր քննարկենք վաղարշաբաթ համայնքի Հանրապետություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք նրանից, ինչու որոշեցիք մասնակցել այս ընտրություններին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինչու որոշեցի մասնակցել, ես իմ որոշման տեքստը հրապարակելուց նշել եմ, որ Գյումրի 2 վաղարշաբաթում թույլ չենք տալու։ Հիմնական նպատակը, որը իմ առաջ դրել եմ եւ հասնելու եմ վստահաբար վաղարշաբաթցիների հետ, դա Գյումրի 2-ի սցենարի կրկնման բացառումն է։ Արդյոք այ վտանգը կար։ Իհարկե կա։ Եթե 8 քաղաքական ուժերին վերցնենք եւ մոնիթորինգի ենթարկենք ձեզ հետ միասին, ապա մենք այնտեղ կտեսնենք առնվազն Ռոբերտ Քոչարյանի մի քանի տեխնացուների, ռեբրենդինգի ենթարկված, այլ դաշինքների տակ հանդես եկող, անունները փոխած, ոմանք դեմքերը փոխած, թիմը փոխած, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Ռոբերտ Քոչարյանը վաղարշաբաթում ունի ընտրություններին մի քանի տեխնացու։ Սա մեր հայրենակիցները գիտեն, գիտակցում են, այդ ուժերն էլ ի վերջո չեն թաքցնում դա։ Ի վերջո ուժերը այդ ռադիկալ ընդդիմադիր իսկ իրականում Ռոբերտ Քոչարյանական ուժերը եւ Կիրիենկոյի կողմից կուրացիայի ենթարկվող ուժերը վաղարշաբաթում խնդիր են դրել իրենց առաջ կոնսենսուս -1 ապահովելու։ Կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիր, որը իր հերթին բերելու է ըստ իրենց ամբողջական իշխանափոխության։ Եվ դա սկսվելու է վաղարշաբաթից, հաջորդելու է Գյումրիին։ Արդյոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները այդպիսի գլոբալ նշանակություն ունեն, որ կարող են հասցնել օրինակ համատարած այդպիսի ընտրությունների փոփոխություն։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքն ունի 72,000 ընտրող վերջին տվյալներով եւ պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ գուբերնիստների նպատակը իղձը ցանկությունը ի կատար է ածվում ու գալիս են վաղարշաբաթում իշխանության ու նրանք ինչպես են պատրաստվում առհասարակ Հայաստանի Հանրապետությունը գլոբալ առումով որտեղ են տեսնում եւ վաղարշաբաթն էլ իբրև Հայաստանի Հանրապետության մի մաս որտեղ են պատրաստվում տանել, ուր են պատրաստվում տանել։ Երբ որ դուք այս հարցը ուղղեք իրենց, վստահաբար իրենք միանշանակ պատասխան չեն կարող ձեզ տալ։ Կներեք, վաղարշաբաթի ընտրությունները սրա մասին չի։ Մենք պետք է խոսենք ծրագրերից, պետք է խոսենք մեր տեսլականից, բայց ցավոք սրտի առաջադրված քաղաքական ուժերը մեզ այլ օրակարգ են պարտադրում ու մենք ստիպված ենք մեր հայրենակիցներին, ես ամենայն դեպս բակերում, տուն առ տուն, բակ առ բակ ստիպված եմ մեր հայրենակիցների առաջ ճշմարտությունը բարձրաձայնելու եւ բացահայտելու։ Շնորհակալություն։ Հիմա դուք նորից խոսեցիք այն մասին, որ ըստ էության նախկին ներկա այդ հակադրության մեջ է ընթանում, բայց արդյոք այս ընտրությունները օրինակ երրորդ Ես այդ կարծիքին չեմ, ինչի նախկին ներկա, ես ձեր առաջ նստած եմ, ես ներկայանում եմ վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին իբրև այլընտրանքային երրորդ ուժի ներկայացուցիչ։ Ես ինքս անկուսակցական եմ, ընտրել եմ Հանրապետություն կուսակցությունը իբրև համոզված անկախականների կուսակցություն, բացառում են առհասարակ Հայաստանի Հանրապետության որևէ կարգավիճակով միութենական պետության մաս դառնալը, դրա համար ընտրել եմ Հանրապետություն կուսակցությունը եւ ինքս լինելով անկուսակցական իրական այլընտրանք եմ առաջարկում վաղարշաբաթցիներին։ 7 տարի շարունակ ես իմ դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի գրանցվել։ Անկամ տեսեք, մի շատ ցավոտ, մի շատ այսպես ոչ պոպուլյար թեմայի կանրադառնամ վաղարշաբաթի մասով, տեսեք անգամ ուժերը, որոնք առաջադրվել են, սկսած իշխող քաղաքական ուժից վերջացած քոչարյանական ուժերով, դիստանցավորվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Ոմանք դիստանցավորվում են, ոմանք էլ գնում եւ մտնում են որոշ հոգեվորականների փեշի ու վեղարի տակ։ Ու այդտեղից են հանդես գալիս։ Ի տարբերություն իրենց, իմ մոտ ծրագրային դրույթ կա, թե ինչպես պետք է վարվել առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին պատկանող եկեղեցապատկան հողատարածքների հետ։ Ինչպիսին են ձեր ծրագրային դրույթները։ Եթե ոմանք եւ մասնավորապես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը ժամանակավոր պաշտոնակատարը ընդամենը 1 ամիս առաջ
եկեղեցուն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին նոր հողատարածք էր տրամադրում ավականու որոշմամբ, ապա ես այդ ճանապարհով չեմ պատրաստում գնալ եւ այն եկեղեցապատկան հողատարածքները, որ այս պահին Մայրաթորի տիրապետության տակ են, պետքա նպատակին ծառայեն։ Մի օրինակով ասեմ, օրինակ 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմեի ետնամասում այդքան որ հոգևորականները շատ են սիրում ասել, սովետական միության ժամանակ հոգևորականությունը եւ հայ առաքելական եկեղեցին ենթարկվել է բռնաճնշումների, ես օրինակով եմ խոսում։ 618 թվականին կառուցված եկեղեցու հետնամասում մի ամբողջ հսկայական տարածք կա, որը իր նշանակությամբ այգի է, եւ սովետական միությունն էլ այգի է հիմնադրել եւ նվիրաբերել եկեղեցուն։ Ինչ կարգավիճակում այդ հողատարածքը։ Ես դες ասեմ, վերածված է աղբանոցի, նարկոթրաֆիքինգի կենտրոնի, երբ որ երեկոյան լուսավորություն չկա այդ տարածքում, ու դրա խնդիրը ես դնելու եմ Մայրաթորի առաջ։ Ոչ թե սկզբնական փուլում ես պահանջելու եմ Մայրաթորից վերադարձնել համայնքին։ Տալու եմ ողջամիտ ժամանակահատված Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այգին վերադարձնելու բնակչին։ Վաղարշապատ խոշորացված համայնքի կգնա Մայրաթորը այս ճանապարհով շատ ավելի լավ։ Չի գնա այս ճանապարհով։ Համայնքը եւ ավականին եւ համայնքի բնակիչները իրենք կգտնեն լուծում եւ կառաջարկեն Մայրաթորին։ Պարոն Մկրտչյան, քաղաքական ուժերը 8-ն են եւ հնարավոր է որ այս ընտրություններում որևէ մեկին չհաջողվի ամբողջապես ունենալ հսկողությունը։ Ում հետ եք պատրաստ կոալիցիա կազմել։ Նախ եկեք ֆիքսենք, որ այս փուլում վաղ է դրա մասին խոսելը։ Մենք բոլորս լուրջ մարդիկ ենք եւ պետք է սպասենք ընտրությունների վերջնական արդյունքին։ Այո, բայց սցենարներ չեն քննարկվում։ Քայլերով վերջին օրերի արձագանքը նաեւ աղարշապատցիների իմ առաջ ունենալով վստահ քայլերով գնում եմ ամբողջական իշխանություն վերցնելու։ Ում կմիանանք, ես կարող եմ ասել ում չենք միանա։ Մեր թիմը չի միանա որևէ պարագայում Ռոբերտ Քոչարյանի տեխնացուներին եւ Հայաստանի Հանրապետության ապագան Վլադիմիր Պուտինի ոտքերի տակ մատաղ անող ուժերին։ Սա բացառվում է։ Պաշտոնապես հայտարարում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների առաջ այս պահին։ Ինչու պետք է Վաղարշապատի բնակիչը ընտրի հենց ձեզ։ Որովհետև ներկայացնում եմ համոզված անկախականների թիմ, ինքս համոզված անկախական եմ, ինքս Վաղարշապատցի եմ ծննդով, ծնվել եմ, ապրել եմ, մեծացել եմ Վաղարշապատում եւ քաջատեղյակ եմ Վաղարշապատի խնդիրներին։ Ի տարբերություն մյուս տեխնացուների, Վաղարշապատը ես ամբողջական իշխանություն վերցնելու համար դրոշակ չեմ օգտագործում։ Ոմանք դա ամբողջական իշխանություն վերցնելու դրոշակ են օգտագործում եւ կենտրոնական իշխանությանը հայհոյելով Վաղարշապատցիներին խափում եւ մոլորեցնում են, որ Վաղարշապատին զարգացած ապագա են պարգևելու, բայց սա սուտ է, մեծագույն սուտ է։ Չես կարող կենտրոնական իշխանությանը հայհոյել եւ համայնքին նոր ներդրումներ բերել համայնք, կառավարությունից սուբսիդիաներ բերել։ Հիմա կհակադարձենք, ասենք կառավարությունը տեղական իշխանության համար չի, որ սուբսիդիա է տալիս, դե կներեք էլի, եկեք ծուռը նստենք ժողովրդական լեզվով ասած դուզը խոսենք։ Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն չի կարող աշխատել կենտրոնական իշխանության հետ։ Ուղղակի չի կարող։ Իսկ եթե կառավարության շենքը գրողող ջարդարարների կողքին հայտնվածը ուղղակի պատիվ չի բերում Վաղարշապատցիներին, որ Վաղարշապատում իշխանություն լինի։ Պատիվ չի բերում։ Էլ չեմ խոսում նրանց եւ կենտրոնական իշխանության համագործակցության անհնարինության մասին։ Իսկ ես ո՞նց եմ պատրաստվում Վաղարշապատի խնդիրները լուծել։ Շատ պարզ։ Մի կողմ եմ դնում աշխարհաքաղաքականությունը, մի կողմ եմ դնում քաղաքականությունը, ներքաղաքականությունը եւ զբաղվում եմ Վաղարշապատի խնդիրներով։ Այնինչ թույլ կտա համայնքային բյուջեն լուծելու համայնքային բյուջեի միջոցով ես կլուծեմ։ Իսկ այնինչ թույլ չի տա, ես խնդիրները գույքագրեմ եւ կգնամ Հայաստանի Հանրապետության կառավարության դուռը, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ եւ ուղիղ եւ համագործակցված աշխատանքի միջոցով ես այդ խնդիրները կլուծեմ։ Դուք խոսեցիք եկեղեցապատկան հողերի մասին, աշխարհաքաղաքական համատեքստը այստեղ դիտարկեցիք, բայց ինչպես ասացիք, Վաղարշապատը ունի խնդիրներ։ Որոնք են այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն։ Ես ձեզ թույլ տվեք ուղղեմ Վաղարշապատում վերջին 7 տարիներին ես կարող եմ այլևս վստահաբար արձանագրել, որ աշխատանք չի տարվել բացարձակապես։ Իհարկե, այն փոքրիկ ասֆալտ փարթիները, եթե մենք հանենք, հատկապես եթե հանենք 21 թվականի նախընտրական ասֆալտ եւ բորձյուր փարթին, տակը բան չի մնի։
Վաղարշապատում աշխատանք չի տարվել։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ Վաղարշապատը երևի թե Հայաստանի Հանրապետությունում մատների վրա հաշված են հատուկենտ քաղաքներից է, որտեղ ուշադրություն չի դարձվել ընդհանրապես։ Արագածոտնի մարզում կատարվում է հսկայածավալ աշխատանքներ։ Կառավարությունն իրականացնում է եւ փառք ու պատիվ իրեն, սա տեսնում եմ։ Կոտայքի մարզում հսկայածավալ աշխատանքներ ա տարվում, Գեղարքունիքի մարզում հսկայածավալ աշխատանքներ ա տարվում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հսկայածավալ աշխատանքներ է տարվել, բայց Վաղարշապատը բացի այն, որ աշխատանք չի արվել Վաղարշապատում, դեռ մի բան էլ համայնքային հողատարածքներն են օտարվել։ Համայնքային ֆուտբոլի դաշտը, որը նախատեսված էր համայնքում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար, նախկին քաղաքապետի սեփականությունն է այս պահին հանդիսանում կամ քաղաքապետի հետ փոխկապակցված անձանց ընտանիքի անդամների սեփականությունն է հանդիսանում։ Եվ հիմա ձեր ծրագիրն առաջարկում է այդ խնդիրների լուծում։ Մեր ծրագիրն առաջարկում է Վաղարշապատի խնդիրների ամբողջական լուծում, սահմանելով հերթականություն։ Տեսեք, ես չեմ կարող մեր Վաղարշապատի բնակիչներին պոպուլիստական հայտարարություններով խաբել, մոլորեցնել եւ ընտրության տանել։ Խնդիրները բազմաթիվ են, բայց այդ խնդիրների գույքագրման եւ հերթականության սահմանումը եւս պետքա Վաղարշապատցին տա։ Այ օրինակ քաղաքը խնդիր ունի կոյուղագծերի, քաղաքի բարձրահարկ շենքերը, բազմաբնակարան շենքերի նկուղները ամբողջությամբ ճահճի են վերածված։ Եվս մի քանի տարի Վաղարշապատում մենք կարող ենք խնդիր ունենանք այդ շենքերը առհասարակ պահելու, վթարային այսպես աստիճանի կարող են հասնել, տանիքների խնդիր կա բազմաբնակարան շենքերի։ Մի ֆենոմենալ իրավիճակի հետ եմ ես բախվել այս օրերին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչները ինձ ներկայացնում են, ինձ մոտենում են բողոքներով, որ մեր նախորդ համայնքապետը, ինչու ոչ նաև գործող ժամանակավոր պաշտոնակատարն է նաև իրենց այդպես ճանապարհել, մեզ ասել է, որ կտամ կտուրի հասանելիք շինանյութը, բայց վարպետը ձեր վրա։ Դուք այդպիսի բան տեսել եք առհասարակ։ Բազմաբնակարան շենք, որը վճարում է գույքահարկ համայնքի, որը իր պարտավորվածությունները իբրև քաղաքացի փայլուն կերպով կատարում է եւ համայնքը այսպիսի անպատասխանատու վարքագիծ է դրսևորում։ Մենք պետքա կարողանանք սահմանել հերթականությունը։ Ես այսպես գիտեմ, որ երբ որ տունը կառուցում ես, առաջին հերթին տան հիմքերն ես գցում։ Այնուհետև կանգնեցնում ես պատերը եւ լուծում ես տանիքի հարցը։ Եթե մենք ունենք այսօր տանիքի խնդիր, տանիքների խնդիր եւ հիմքը մեղմ ասած ամուր չի եւ ջրի մեջ է, իսկ իրականում այդ խնդիրը համատարած է ամբողջ Վաղարշապատում։ Մենք պետքա կարողանանք առաջնահերթություն սահմանել ու հերթով լուծելով գնալ առաջ։ Թափառող շների խնդրի մասին ես ավելի լավ լռեմ։ Մի առիթով եւ առաջին մեր քարոզարշավի օրը ես հայտարարել եմ, որ 2 ամսում եւ կրկնում եմ, 2 ամսում էականորեն կլուծեմ քաղաքում թափառող շների խնդիրը, Քոչարյանական մամուլը դադարեցրել էր մատի փաթաթան։ Ես վստահաբար սիրելի Վաղարշապատցիներ ձեր առաջ պատասխանատու կերպով խոսք եմ տալիս 2 ամսում քաղաքի թափառող շների խնդիրը էականորեն եւ շոշափելիորեն լուծելու է։ Ի տարբերություն Իսկ թափառող շների խնդիրը շատ սուր է մեր մոտ արտահայտված։ Եթե մարդիկ լսում են եւ դա սովորական խնդրեմ են դիտարկում բոլոր համայնքներին հարիր, ապա մեր մոտ դա սրված է։ Նախորդ տարի ընդհուպ մահացության եզրին կանգնած քաղաքացի ենք ունեցել շների հարձակման հետևանքով։ Իդեպ քաղաքապետարանի աշխատակից է եղել այդ կինը։ Երեխաների վրա են հարձակում։ Իրականում բավականին սուր է այս խնդիրը։ Մարդիկ երեկոյան չեն կարողանում դուրս գալ քաղաք քայլել։ Անվտանգության խնդիր։ Անվտանգության մասով հավելում անեմ, քաղաքում անվտանգային մթնոլորտը պետքա բարելավի։ Ինչպես։ Համայնքապետարան եւ ոստիկանություն, համայնքապետարան եւ ազգային անվտանգության ծառայություն, համայնքապետարան եւ քննչական կոմիտե, առհասարակ իրավապահ համակարգի հետ համայնքապետարանը պետքա սերտորեն համագործակցի։ Ես այսպես եմ պատկերացնում, առնվազն շաբաթական 2 անգամ համայնքապետը պետք է քաղաքի ոստիկանապետի հետ մինիմում սուրճի շուրջ քաղաքի խնդիրների մասին տեսակետների փոփոխություն ունենա։ Կարծիքների փոփոխություն լինի, տեղեկության փոխանցում լինի մեկը մյուսին։ Վաղարշապատ խոշորացված համայնքում, մասնավորապես Էջմիածին քաղաքում, երբ որ դուք քայլում եք փողոցում, դուք չեք տեսնի ոստիկաններ մայթով քայլող։ Իսկ քաղաքացին երբ է իրեն ապահով զգում, երբ որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իր կողքին են,
իր մեջ են, բնակչության մեջ են։ Իսկ վաղարշաբաթը անվտանգային առումով սպეციფიկ քաղաք է եւ ես այդ խնդիրը եւս պիտի լուծեմ։ Կելի կենտրոնական իշխանության հետ համագործակցության արդյունքում եւ իրավապահ համակարգի հետ ուղիղ համագործակցության արդյունքում։ Անդրադառնալով նրան, որ վաղարշաբաթը ոչ միայն քաղաքներից մեկն է Հայաստանի Հանրապետության, այլև հոգևոր կենտրոնն է։ Համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Սա որոշակի լրացուցիչ առանձնահատկություն է եւ սրա հետ աշխատանքը ինչպես պիտի արվի։ Քաղաքային բրենդի տեսանկյունից։ Տեսեք, այս մասով էլ եւս ծրագրային դրույթ կա, կետ կա, առաջարկ կա, որ պետքա դրվի քննարկման եւ անպայման կատարածվի։ Վաղարշաբաթը զատկական տոնը պետք է դարձնի համաքրիստոնեական տոն եւ համաքրիստոնեական կենտրոն դարձնի վաղարշաբաթը։ Երևանում օրինակ իրականացվում է գինու փառատոն։ Ստացված, շատ ստացված միջոցառում է, իդեպ, որը հսկայածավալ ֆինանսական միջոցներ է գեներացնում համայնքում։ Վաղարշաբաթը եւս այդպիսի միջոցառում պետք է կազմակերպի ոչ թե շեշտը դնելով գինու փառատոնի վրա, այլ զատկական տոնը պետք է վաղարշաբաթում մեծ մասշտաբներով նշվի։ Ես այսպես եմ պատկերացնում, Էջմիածին քաղաքը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից մինչև Մայրաթոր պետք է լինի հետիոտնային գոտի այդ օրերին։ Տաղավարտների մասին եք ասում, ոչ միայն։ Իսկ դա միայն։ պետք է տևի 5 օր առնվազն եւ վաղարշաբաթ պետք է գան ոչ միայն հայ քրիստոնյաները, այլ ամբողջ աշխարհից քրիստոնյաները պետք է գան վաղարշաբաթ, շրջեն վաղարշաբաթում այդ տաղավարներում առևտուր անեն, քաղաքի համար միջոցներ գեներացնեն եւ ինչու ոչ քաղաքում նաեւ քրիստոնեական շունչ կլինի։ Մարդիկ, երբ որ դուք տեսնեք, թե ինչպես են մտնում եկեղեցիներ, անկեղծ եմ ասում, ես մի քանի օր առաջ եմ եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, մարդկանց դեմքին ժպիտ չկա։ Մարդիկ մտահոգ, մտամոլոր, տխուր գալիս են եկեղեցի գալուց մարդիկ պետքա ժպիտ լինի մարդկանց դեմքին։ Մարդիկ պետքա առաջին հերթին հավատան եկեղեցուն, որ գան։ Իսկ այդ մասով եւս, քանի որ արդից օգտվելով, քանի որ իմ տեսակետներում փոփոխություն չի գրանցվել եւ առհասարակ իմ մոտ որքան էլ որ քաղաքականությունը համեմատեն անբարոյականության հետ, ես փորձում եմ քաղաքականության մեջ իմ մարդ տեսակը պահպանել եւ մարդ մնալ։ Այս մասով էլ հստակ է, իմ դիրքորոշումները Կտրիչ Ներսիսյանի մասով ի տարբերություն մյուսների չի փոփոխվել եւ փոփոխման ենթակա չի։ Հաջողության դեպքում բնականաբար դուք ըստ էության շփվելու եք ոչ միայն ձեր կողմնակիցների, այլև հակառակորդների կողմնակիցների հետ։ Ինչպես եք դիտարկում այդ շփումը։ Բոլորը իմ համակարգացիներն են։ Եթե քաղաքական առումով դուք համակարգիչ եք։ Քաղաքական առումով նրանց մեկնված ձեռքը ես օթում կթողնեմ եւ չեմ սեղմի, բայց իբրև քաղաքացի պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել։ Կապ չունի, ով ինչ հայացքներ ունի, երբ որ ես հասնեմ այդ աթոռին, այդ պաշտոնին, ժողովրդի կամքով եւ ժողովրդի քվեով, ես վստահաբար բոլորի համայնքապետն եմ լինելու։ Այստեղ ինձ համար այլևս կապ չունի Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն ա եղել այս մարդը կամ Ռոբերտ Քոչարյանին հարող ուժի տեխնացուն ա եղել կամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմից է այս մարդը, Կիրիենկոյի անգամ թիմից է։ Ինձ համար բացարձակապես դա կապ չի ունենա եւ ես բոլորի համայնքապետն եմ, կծառայեմ բոլորին հավասարապես։ Սա ամենակարևորն է, որ պետքա ծառայել հավասարապես բոլորին։ Քաղաքում պիտի հարուստներն ու աղքատները ճակերտներում առանձնացված չլինեն։ Չեն լինելու քաղաքում արտոնյալ հարուստներ եւ չեն լինելու քաղաքում անտեսված աղքատներ։ Բոլորն են լինելու հավասար օրենքի առաջ։ Բոլորը։ Այս փուլից եմ ասում։ Քաղաքում ապօրինի շինություններ կան շատ։ Իրենց էլ եմ զգուշացնում։ Ես գուցե քվե եմ կորցնում, բայց ելի եմ կրկնում, չեմ պատրաստվում վաղարշաբաթցիներին խաբել։ Այսօր ըստ էության 7-րդ օրն էր եւ 7 օրը բավական ժամանակ է որոշակի եզրահանգումներ ունենալու ձեզ համար, այդ 7 օրը ինչով առանձնացավ։ Անկեղծ ասած, ես մեր հայրենակիցների կողմից այսպիսի բուռն աջակցություն չէի սպասում։ Անկեղծ եմ ասում։ Դա նկատել են նաեւ հակառակորդ ճամբարում, բայց վաղարշաբաթցիները իմ կոչին ականջալուր են եղել։ Վաղարշաբաթում պահպանում են համերաշխության մթնոլորտը, որը ամենակարևորն է, եւ ես իդեպ ինձ հաջողված կհամարեմ այն պարագայում, երբ որ հաջողված համայնքապետ կհամարեմ այն պարագայում, երբ որ քաղաքս տեսնեմ հաշտ եւ համերաշխ։ Իրականում այդ համերաշխության մթնոլորտը պահպանվում է, մարդիկ ականջալուր են լինում իմ կոչին, ով իրենց մոտենում է
ընդཐུպ Քոչարյանի տեխնացուն, ով իրենց մոտենում է եւ ասում է ինձ ընտրեք, մարդիկ ժպիտով պատասխանում են, որ այո, իրեն են ընտրելու։ Բայց Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներն ունեն դրա ճիշտ ընտրություն կատարելու համար 10 վայրկյան։ Երբ որ իրենք մենակ կլինեն ընտրախցիկում քվեաթերթիկների հետ եւ իրենց խղճի հետ մենակ կլինեն, իրենց երեխաների ապագայի տեսլականն իրենց առաջ ունենալով, վստահաբար ես իմ հայրենակիցների եւ իմ համակարգացիների իմաստության վրա չեմ կասկածում եւ երբեք չեմ էլ կասկածել։ Մեր հայրենակիցները իմաստուն են եւ իրենց իմաստությունը կհաղթի թե Քոչարյանի կեղտոտ փողերին, թե Կիրիենկոյի կուրացիայի տակ մնացած այլ գործիչներին։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հարություն Մկրտչյանն էր։